Ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության, ազգային ժողովի հարգելի գործընկերներ, ձեր հետ գերադասության դեսպաններ, սիրելի հյուրեր, տիկնայք եւ պարոնայք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից ուրախ եմ ձեզ ողջունել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ կուսակցության համատեղ կազմակերպած խաղաղության խաչմերուկ զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները եւ համագործակցությունը խորագրով միջազգային համաժողովին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին այս կարևոր համագործակցության համար։ Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք համատեղ կազմակերպում ենք այս միջազգային համաժողովը եւ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այն դառնալու է ամենամյա ձեռնարկ։ Հարգելի գործընկերներ, նախորդ տարի մեր համաժողովի խորագիրն էր խաղաղության խաչմերուկ միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը եւ դեռևս 1 տարի առաջ մենք խոսում էինք Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի մասին, որպես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մի տեսլականի, որպես մի գաղափարի կամ երազանքի մասին, որը կարող էր մեր տարածաշրջանը դարձնել ավելի անվտանգ, փոխակերպելով երկարատև հակամարտությունը համագործակցության։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում պատմական խաղաղության հռչակագրի ստորագրմամբ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ այսօր 1 տարի անց խաղաղության խաչմերուկն այլևս միայն տեսլական կամ գաղափար չէ, այն տարածաշրջանի ապագայի ճանապարհային քարտեզն է, կոնկրետ պարամետրերով եւ լայն միջազգային աջակցությամբ։ Այն ունենալու է ոչ միայն բացառապես տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ նշանակություն։ Այսօրվա մեր համաժողովի ընթացքում մեր բանախոսները վերլուծելու են, թե որոնք են լինելու խաղաղություն խաչմերուկ նախագծի քաղաքական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական առավելությունները։ Բնականաբար խաղաղության խաչմերուկ նախագծի համատեքստում խոսելու ենք նաեւ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի հաղորդակցության ծրագրի բացած հնարավորությունների եւ Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին։ Քննարկելու ենք, թե ինչ տեսք է ունենալու մեր տարածաշրջանի անվտանգային նոր ճարտարապետությունը համաշխարհային այս անորոշության պայմաններում եւ թե ինչպիսի դերակատարում կարող է ունենալ Եվրոպական միությունը տարածաշրջանի համագործակցության հեռանկարում։ Ես ուզում եմ ողջունել տարածաշրջանի եւ Եվրոպական միության երկրներից ժամանած մեր բանախոսներին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։